Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Փախուստի ծրագիրն ես մտածում։ Ինչ ես խոսում, մամա։ Եթե իմ կասկածները հաստատվեցին, ես կերազեմ մեռնելու մասին։ Մամա, ասելու ես վերջապես հասկանամ ինչ ա եղել, ինչ եկել ես գորգռում ես, ուր էիր։ Քեզ ինչ ուր էի, քեզ ինչ, Ռաֆ։ Ես արդեն խելագարվում եմ։ Մամ, եթե ոչ մի բան չես խոսում, ես գնամ, շտապում եմ։ Դու ես դռնից դուրս չես գա, մինչև իմ հարցերին չպատասխանես, հերիքա։ Հենց դուրս եկար, ուրեմն դու էլ մայր չունես, Ռաֆ։ Մամ, ինչ ա եղել, խոսա։ Ես Ռուբենստանն էի։ Ու գիտես ինչ եմ իմացել։ Ինչ։ Դավիթին են բռնել մարդասպանության համար։ Այն մարդու սպանության համար ու մեքենան դու կոտրել էիր։ Ու ինքը հայտնվեց բանտում։ Ռավ, ես նկատում եմ, ես գիտեմ, որ դու խառն ես, նայ աչքերիս, հենց հիմա նայ աչքերիս։ Ես գիտեմ, որ դու խառն ես։ Ես տեսնում եմ քո ամեն հեռախոսի զանգին դու խառնվում ես իրար։ Դու կապ ունես այդ մարդասպանության հետ, Ռավ։ Մամ, ինչ ես ուզում, որ քեզ ասեմ, հա, ինչ ասեմ, ոնց ասեմ։ Կասես ինչի ես ուզում այդ լսես, ինչ ա փոխելու։ Անանարա։ Չի կարող նման բան լինի։ Ես չէի կարող մարդասպան որդի դաստիարակել, ես չէի կարող։ Անհնար բաներ ես ասում, ասա որ սուտ ա։ Ախր դու խիղճ ունես, չէ Ռավ, դու իմ արյունն ես, դու գիտես բոլոր կարելիներն ու չի կարելիները։ Ռավ, խնդրում եմ, ասա որ կատակ ես արել, ասա որ դու չես։ Մամ, ես քեզ չեմ կարող խաբեմ, որովհետև առանց էդ էլ ես այսքանի օր այդ մեղքի տակ չեմ կարողանում ապրել։ Ռավ, ասա որ կատակ ես անում։ Ռավ, ասա որ ես իմ բնավորության համաձայն հիմար բաներ եմ հիմա մտածում։ Ինչի չես ասում, Ռավ։ Ռավ, ասա որ կատակ ես անում, անհնար ա։ Մամ, ինչ էլ ուզում ա լինի, դու քեզ չմեղադրես, որովհետև դու մեղավոր չես, լսում ես։ Դու մեղավոր չես, մամ, դու մաքուր ես, այդ ես եմ, որ անընդհատ ես ընտանիքի պատիվը գցում եմ, պապան ճիշտ էր ասում, մամ։ Չէ, մի ասա։ Մամ, ես եմ սպանել այդ մարդուն, բայց երդվում եմ, մամ, լսում ես, երդվում եմ, ես դիտավորյալ չեմ արել դա, այդ միամիտ ա ստացվել, երդվում եմ, մամ։ Ես ինչ ես արել դու, Ռավ։ Ռավ, ոնց։ Ուրեմն բոլորը ճիշտ էին։ Ես հիմա ինչ անեմ, ես ոնց հորդ ոտերն ընկնեմ, խնդրեմ, որ քեզ ների, ես ոնց լռեմ։ Ես ինչ ես արել դու, այ տղա։ Ոնց ես նման բան արել, Ռավ, ոնց։ Ոնց ես ինչ անեմ, ոնց լռեմ։ Մամ, ես չգիտեմ իմ հետ հիմա ինչ ա լինելու, բայց քեզ խնդրում եմ, որ քեզ չմեղադրես հանկարծ։ Մենակ դու իրան չես սպանել, Ռավ։ Դու ինձ ես սպանել, դու քո մորը ողջ թաղել ես, Ռավ։ Դու իմ ընտանիքը կործանեցիր, դու քանդեցիր իմ տունը, Ռավ։ Մամ, հերիքա, խնդրում եմ, հերիքա, առանց էդ էլ ես, դու տեսնում ես ինչքան վատ եմ,
Ինչ ես դու ավելորդ ծանրություն ու բեր դնում իմ ուսերին, մամ։ Սուս մնա։ Սուս մնա, չխոսես, սուս մնա։ Չխոսես, Ռավ։ Չէ, մամ, ես եմ հիմա քեզ խնդրում, որ սուս մնաս, ես էլ չեմ կարում սենց։ Իմ սուս մնալը փչացրեց քեզ։ Իմ սուս մնալը փչացրեց քեզ, ես որ այդքան քեզ պաշտպանել եմ։ Ես որ այդքան դեմ եմ գնացել բոլորին։ Նույնիսկ քույրը դեռ ճիշտ ասում, առանց իմանալու ճիշտ էր ասում, որ դու ես պատճառը Աշոտին այս վիճակին հասցնելու համար Դու ես մեղավոր, Ռավ, դու ես մեղավոր, դու ես մեղավոր։ Դու ով ես, դու ով ես, դու ով ես, դու ոնց ես այդ մարդուն սպանել։ Դու ես տվել այդ կյանքը այդ մարդուն, հա։ Դու ես տվել, որ խլել ես այդ մարդուց այդ կյանքը, դու ով ես։ Ես ոնց կարամ քո նման տղա ունենամ, դու ով ես։ Դու ով ես։ Ես այսքան քեզ պաշտպանել եմ։ Ինչի համար, Ռավ, ոչ մի արդարացում չունես դու, ոչ մի արդարացում։ Վերջ, մամ։ Ամեն ինչ ասեցիր, հա, հանգստացար։ Հիմա կարամ գնամ։ Գնա։ Գնա, Ռավ։ Աստորեն դու էլ բոլորի նման ինձնից հրաժարվում ես։ Ես ամբողջ կյանքում ուժեղ մարդու տպավորություն եմ թողել կողքից այն, որ չեմ լացել, որ չեմ թուլացել խնդիրների առաջ, բայց էլ ուժ չունեմ, այդ ուժն էլ չափ ունի, չէ։ Չէ, Մարիա ջան, ուժը չափ չունի, ուժը միշտ էլ կա։ Ուղղակի դու հիմա կլացես, կհուզվես, որովհետև մարդ ես, դժվար է, բայց ես գիտես ինչի չեմ հուսահատվում, որովհետև ես քեզ ինձանից լավ եմ ճանաչում։ Դու հիմա կլացես, հետո աչքերդ կսրբես ու կանես այն, ինչ որ պիտի անես։ Չգիտեմ դու ոնց, բայց ես քեզ վստահում եմ։ Անհավատա ես էլ ուժ չունեմ։ Մարիա, դու շատ բաների համար ես պայքարել ու միշտ հասել ես քո ուզածին։ Իսկ հիմա, երբ որ հարցը վերաբերվում է կյանքիդ ամենակարևոր մարդուն, Դավիթին, դու չես ուզում պայքարես։ Չի կարա իմ կողքին այտենց թույլ մարդ լինի։ Դու քեզ հիմա պետք է հավաքես ու հավատաս արտարությանը։ Ան ես ուզում եմ բաժին գնալ, ուզում եմ պապայից իմանալ, թե գործը ինչ փուլում է, թե չէ տանը նստած կխելագարվեմ։ Արի միասին կգնանք, ես էլ գործի կգնամ։ Դավիթ, ես փաստաբան եմ վարձել։ Սրանից հետո ոչ մեկի հետ ոչ մի բառ չես խոսում։ Մենակ փաստաբանի հետ ու փաստաբանի մոտ։ Շնորհակալ եմ շատ։ Մի բան էլ։ Այս ընթացքում մենք պետք է մաքսիմալ անկեղծ լինենք իրար հետ, Դավիթ։ Մաքսիմալ։ Մի փոքրիկ սուտը կարա ամեն ինչ կործանի, ամեն ինչ կարա փչացնի։ Ես լրիվ հասկանում եմ ինչ եք ասում։ Իսկ կարամ Մարիային տեսնեմ։ Նոր ասեցի տղես։ Տեսակցությունները արգելված են։ Արի թողնենք որոշ ժամանակ թող անցնի, ես մի բան կանեմ։ Լավ։ Լավ։ Կես մի բայ։
Դուռը բացի։ Հոբան չի եղել, ով է։ Ասել եմ չէ ախր, որ բանալին հանի։ Ով է։ Իշ, 1000 անգամ խնդրել եմ քեզ։ Ով է։ Պապ, ուզում եմ իմանալ, ինչ նորություն կա Դավիթի գործից։ Դեռ ոչ մի բան ես, ընթացքի մեջ է, մի քիչ սպասել է պետք։ Ինչքան սպասենք, կամ ինչին սպասենք։ Ախր Դավիթը այստեղ է իր չարացի համար։ Հասկանում եմ, Մարիա, բայց ես չի որ քեզ պետքա բացատրեմ, թե այս համակարգում ինչ օրենքներ են գործում։ Պապ, իսկ հնարավոր է ինչ-որ բան անել, ես Դավիթին տեսնեմ։ Չէ, հիմա չէ։ Պապ, Մարիա, ես Դավիթին տեսել եմ, խոսել եմ հետը, ներքին կարգով իհարկե։ Հիմա չեմ ուզում նորից ռիսկի գնանք, այդ Խաչատրյանը մեր հետևից է հանգած։ բայց ինչի, պապ, մենք իրեն ինչ ենք արել։ Ինչ արել եմ, ես եմ արել։ Դա ժամանակին խնդիրներ ենք ունեցել, ես չեմ ընդառաջել։ Հիմա էլ կոպիտ ասած ուզում եմ մուր հանի։ Ես ուղղակի գիտեմ, որ եթե խոսեմ Դավիթի հետ, համ ինքը կհանդարտվի, համ էլ ես։ Վալես, խոստանում եմ, որ մի բան կանեմ, բայց չեմ խոստանում, որ կստացվի։ Խնդրում եմ, պապ, եթե հնարավորություն կա ինչ-որ բան անելու, արա։ Խոստանում եմ, երկար չեմ մնա մոտը։ Տեսնեմ, 2 բառ խոսեմ, այդքանն էլ է հերիք։ Ես իհարկե շատ կուզեի, որ Դավիթի պաշտպանը ես լինեի։ Այ այդ մեկը հաստատ չի լինի, դու լավ գիտես ինչի։ Լավ, մի քիչ սպասի, ճշտեմ Խաչատրյանը տեղում է, թե չէ, այսօր ժողով կար, ես չեմ գնացել, ինքը ոնց որ գնացել է։ Չեմ ուզում մեր հետևից ընկնի, բալես, ճիշտ հասկացի, դրա համար եմ զգուշ։ Լավ, պապ, կսպասեմ։ Բարև ձեզ, Աշոտը ոնց է։ Այսօր ավելի լավ է։ Կարող եմ տեսնել։ Կարող եք, բայց շատ երկար չէ։ Եկեք։ Հանգստացի Մարիա, խնդրում եմ չլացես։ Չեմ լացում, ամեն ինչ լավ է լինելու։ Հաստատ։ Հա, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ուղղակի մեկ-մեկ որ ջղայնանում եմ, ինձ կորցնում եմ լրիվ։ Ոչինչ Մարիա, սխալմունք է, կանցնի։ Գիտեմ, վստահ եմ, որ կանցնի։ Պապա տա օգնեն, որ գաս։ Հա, Խաչատրյանը բաժնում չի, դրա համար ստացվեց այս անգամ գալուս, բայց մյուս անգամ չգիտեմ ոնց է լինելու։ Մյուս անգամ էլ կարիք չի լինի, որովհետև ես արդեն դուրս կգամ։ Ես ինձ այնքան մեղավոր եմ զգում։ Դավիթ էս ամենը իմ պատճառով է։ Հակի ես թեման Մարիա, թե չէ արդեն ես կջղայնանամ։ Լավ, բայց ուզում եմ իմանաս, որ դրսում մենք ամեն ինչ անում ենք։ Ես էլ պապան էլ ամեն ինչ անում ենք, որ դու րոպե շուտ այստեղից դուրս գաս։ Ուղղակի վստահիր ու հանգիստ եղի։ Այդ մեկը ես էի քեզ ուզում ասել։ Հանգիստ եղի, ընդամենը մի քանի օր է։
Աշոտ ոնց ես։ Նորմալ էլի Ալլա։ Հələ շնչում եմ։ Աշոտ ես։ Դու ինչ Ալլա։ Ինչ։ Ես գիտեմ ինչ արել Ռաֆը։ Ես էլ չեմ հավատում, որ մեր տղեն ընդունական նման բան է Աշոտ։ Հիմա ինչ ենք անելու։ Այդքան պատիվ, հարգանք, 1000 բարեկամ ունենք, հարևան ունենք։ Բոլորը կսկսեն մեզնից խոսել, եթե հանկարծ Ռաֆը պատժվի։ Ես հասկանում եմ Աշոտ աններելի բան արել, բայց ես խնդրում եմ քեզ, որ գոնե դու մի բան անես։ Ես այս անգամ ոչինչ չեմ անելու, Ալլա։ Չեմ օգնելու։ Աշոտ, ես ինքս պատրաստ եմ իմ ձեռքերով խեղդեմ այդ երեխուն։ Ես չգիտեմ ինչ ասեմ, բայց հավատա ես այնքան ուժեղ մարդ չեմ, որ երես թեքեմ իմ երեխուց։ Հիմա Դավիթին են բռնել կալանքի տակա։ Խնդրում եմ գոնե այս պահին մեր կողքին եղի, մեզ հետ եղի, խնդրում եմ Աշոտ, ինձ մենակ մի թող։ Ալո։ Աբուլուր ես անհետացել։ Տեսել ես ինչքան եմ զանգել, ինչ ա եղել։ Մի քիչ խառնեմ դիլ, հետո կխոսենք, հա։ Չանջատես, ասա հասկանամ ինչ ա եղել։ Աբուլ խոսի։ Ամեն ինչ լավ ա Լիլ։ Դու ասա պապատ ոնց է։ Չեմ հասկանում ինչի ես թեման փոխում։ Կասես հասկանամ ինչ ա եղել։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան այն չի։ Ասեցի նորմալ ա Լիլ, հարցիս պատասխանի։ Մաման գնացել ա մոտը, արդեն իրեն լավ ա զգում։ Դե լավ ա։ Լավն է քեզ Լիլ, կխոսենք։ Հաստատ ինչ-որ բան եղել ա։ Դավիթ, ես պետք է ամեն ինչ իմանամ։ Դու ինձ չէիր ասել, որ Արտակի հետ ես հանդիպել։ Ու առանց ինձ ասելու Սվետայից Սոֆիայի համարն ես վերցրել, ինչի համար։ Պետք էր Մարիա։ Ինքը արդեն իր չափերն անցել էր։ Բայց ես քեզ խնդրել էի, չէ, որ դու ոչ մի բան չանես։ Այդ ինչ ձայնագրություն է, Դավիթ։ Չհասկացա։ Դավիթ, դու գիտես, որ ինչ է լինի, ես քո կողքին եմ։ Ու միշտ էլ կողքդ եմ լինելու։ Բայց ես պետք է ամեն ինչ քեզնից իմանամ։ Ես չեմ ուզում ենթադրություններ անեմ ու դրանցով ինձ ապահովագրեմ, չէ, ես պետք է ճիշտը իմանամ, որ կարողանամ քեզ օգնել։ Ես արդեն ասել եմ ինչ կա։ Հիմա եկել ես, որ ինձ հարցաքննես, Մարիա։ Հիմա էլ դու ես ինձ կասկածում։ Չէ։ Բա պապատ ասում էր, որ նեղացել ես իրանից, երբ ինքը իմ մասին կասկածով ա խոսել։ Բայց ինչ նորություններ ա։ Դավիթ, ես պատրաստ եմ բոլորին դեմ կանգնել։ Պատրաստ եմ դեմ կանգնեմ այն մարդկանց, ովքեր քո հասցեին սխալ բան կասեն։ Բայց ես ճիշտը պետք է քեզնից իմանամ։ Որ սրտս հանգիստ լինի, մենակ դրա համար։ Ալո։ Ռուբեն, խնդրում եմ արի, անհանգիստ եմ, Օֆայի դրան մոտ եմ։
Դուրը թակում եմ, չի բացում։ Չգիտեմ ինչ անեմ։ Բանալին է թողելա մեջը, չեմ կարողանում բացեմ։ Վախենում եմ, անհանգիստ եմ, խնդրում եմ քեզ արի։ Ոնց։ Երբ ես խոսել հետո։ Զանգել եմ, չի պատասխանել։ Մի անգամից եկել եմ։ Ես նոր եմ տեսնում, որ ինձ զանգել է։ Լավ, դու մնա այդտեղ, ես հեսա գալիս եմ։ Լավ։ Հիմա ինչ ես ուզում ասեմ, ալա։ Աշոտ, պետք չի հիմա տրվել էմոցիաներին։ Դու հասկանում ես, եթե մենք իմանանք, որ Ռաֆն այս ամեն ինչի հետևում կանգնած, մենք կկործանվենք, Աշոտ։ Ինչ ես ուզում ասես։ Ես ինքս էլ Ռաֆին ասեմ, որ ես իրան չեմ օգնելու, որ ես քեզ չեմ խնդրելու, որ դու իրան օգնես, բայց դու հասկանում ես, չէ՞, որ ես չեմ դիմանա, երբ որ Ռաֆը հայտնվի ճաղերի հետևում, ես չեմ դիմանա, Աշոտ։ Իսկ եթե ուրիշ երեխեն հայտնվի ճաղերի հետևում, այդ նորմալ է, հա, ալա։ Աշոտ, ես հասկանում եմ, որ ես սխալներ շատ եմ արել, ես շատ եմ պաշտպանել Ռաֆին, ես չեմ թողել դու դաստիարակես, ես անընդհատ պաշտպանել եմ իրան։ Ես դա հասկանում եմ, բայց Ռաֆը չի դիմանա բանտում։ Չի դիմանա, հասկանում ես, Աշոտ։ Դու պատկերացնում ես հանկարծ եթե երեխու հետ մի բան լինի։ Ախր ես շատ կուզենայի քո նման ուժեղ մարդ լինեի, թքած ունենայի երեխուս վրա։ Բայց ոնց ասեմ, ախր ինքը իմն է, Աշոտ։ Ու ինքն էլ չի դիմանա այդտեղ, հա, Ռաֆը աններելի մեղքեր ա գործել, ես դա հասկանում եմ, բայց ես կարծում եմ, որ պետք է այս էմոցիաներից դուրս գալ ու ճիշտ մտածել, Աշոտ։ Ես չեմ կարա տանեմ երեխու կորուստը, ես չեմ կարա։ Ավելի լավ է երջանկանալ ուրիշի դժբախտության վրա, քան տանել սեփական երեխուդ կորուստը, Աշոտ։ Դուրս արի։ Աշոտ, խնդրում եմ։ Ասում եմ դուրս արի սենյակից։ Ձեն չի եկել ներսից։ Չէ։ Օֆա։ Բան անեն։ Արտակը սկսել էր մորս անհանգստացնել Մարիա։ Մի քանի անգամ գնացել էր մոտ, ինչ-որ բաներ էր ասել, վախացրել էր սպառնացել։ Ես էլ որոշեցի, որ դրա դեմը պիտի առնեմ, բայց ոչ իր մահով։ Գնացի մոտը, հա վատ եմ հետը խոսացել, սպառնացել եմ, բայց այդ ամեն ինչը մենակ իրեն վախեցնելու նպատակով։ Ես չեմ հասկանում ինչու եմ հիմա քո մոտ արդարանում, բայց տեսնում եմ, որ ներսումդ կասկած կա իմ հանդեպ։ Ես ուղղակի ուզում էի լսել քեզնից այն ամեն ինչ որ մտածում եմ։ Կներես ինձ, եթե դրանով քեզ վիրավորեցի։ Ինքան եմ ուզում, որ այս ամենը շատ շուտ ավարտվի։ Ճիշտ ես անում, որովհետև ես չեմ պատրաստվում իմ չարած բանի համար պատասխան տալ, այդ չի լինելու։ Իմ գլխին այսքան ժամանակ սարքող չի եղել Մարիա, ու չի էլ լինի։ Դավիթ այնքան կուզեի, որ այս պահը չավարտվեր։ Որ քո կողքին մնայի, բայց անհնար է։ Պապային խոսք եմ տվել, որ երկար չեմ մնալու այստեղ։ Հասկացա քեզ։ Մի բան լավ հիշիր, Մարիա։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ու այս աշխարհում ոչ մի հեռավորություն, ոչ մի դժվարություն մեզ իրարից չի բաժանելու։ Դու ուժեղ աղջիկ ես, չէ՞։ Սրան էլ կդիմանաս։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։
Օֆա։ 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 Օֆա ջան, խոսա։ Ինչ է եղել։ Շտապօգնություն զանգի շուտ արա։ Ոնց չէ, շտապօգնություն զանգի։ Հենց ջուրի խմի։ Ոնց ես։ Ալո, շտապ կանչ գրանցեք, խնդրում եմ։ Զանգեցի՞ր։ Ալա այս մեքենա կոտրել չի։ Մարծեցել չի։ Քո տղեն սպանություն է գործել, հասկանում ես։ Աշոտ։ Վերջ ալա։ Այս անգամ քո տղեն պատասխան է տալու իր արածների համար։ Ես իրան ոչինչով չեմ օգնելու։ Հիմա դուրս կգան իր հետքին, ու ինքը իր պատիժը կկրի։ Կարևոր է այս ընթացքում ես Ռուբենին չտեսնեմ, որ էլի ստոր արարածի պես չխաբեմ իրան։ Աշոտ, դու ուրիշների մասին ես էլի մտածում, ախր կարևորը մեր տղեն է։ Ես տղա չունեմ։ Աշոտ։ Վերջ ալա։ Այ եթե այն ժամանակ ինքը իր արածների համար պատասխան տար, ես ամեն ինչին գործը չեր հասնի։ Մենք ենք մեղավոր։ Ես եմ մեղավոր, որ թաքցրեցի իր արածները։ Եթե չթաքցնեի, մարդ չէր սպանի ալա։ Գնա։ Օֆա, այս արդեն շատ լուրջ է։ Պետք է խոսենք բժշկի հետ։ Ես խոսել եմ։ Ասում եմ, որ դեղերից է, որ ուշաթափություններ ա լինում։ Պիտի գոնե խմելուց հետո մի ժամ կարողանամ քնեմ։ Ախր քեզ 1000 անգամ զգուշացրել եմ օֆա։ Երբ որ վատ ես լինում, զանգի ինձ։ Ինչի՞ չես զանգել։ Զանգել եմ։ Երևի զբաղված ես եղել, չես տեսել։ Ճիշտ է։ Կներես, ուղղակի գլուխս այնքան խառն ա եղել, չեմ էլ նայել հեռախոսին, եթե քո հետ մի բան լիներ, ես ինձ չէի ների։ Հանգստացի, Ռուբեն։ Դու պարտավոր չես իմ ամեն զանգից վազես օգնության։ Պարտավոր եմ։ Էլ նման բան չասես։ Ինչ որ բան ա եղել, Ռուբեն։ Անհանգիստ ես։ Չեմ ուզում ես քո խառը վիճակին մի հատ էլ իմ խնդիրներից խոսեմ։ Գիտես, որ ավելի կան հանգստանում։ Ասա։ Օֆա։ Ռուբեն, խոսիր, ինչ ա եղել։ Երեխես լավ ա։ Մարիան լավ ա, մի անհանգստացի։ Ուղղակի իմ գործերով եմ խառը։ Չես խաբում, Ռուբեն։ Զգում եմ, որ մի բան եղել է, խոսիր, հասկանամ։ Կպատմեմ, բայց նախ պետք է դու քեզ հավաքես։ Հիմա ինչ ենք անում։ Ոչ մի բան չենք անում, Լիաննա։ Չզանգեք շտապ օգնություն։ Լավ։ Այս պահին չենք զանգի, բայց եթե էլի վատանաս, միանշանակ զանգելու ենք շտապ օգնություն։ Եղավ։ Դե ասա տեսնեմ ինչ ա եղել։
Մամ, պապան ոնց էր։ Մամ մի բան խոսա, ոնց է պապան, ինչ է եղել։ Լավ է պապատ, Բա ինչի ես անդրամադիր։ որովհետև քանդվեց մեր ընտանիքը։ Քանդվեց։ Որովհետև հիմա մենք ընտանիք չենք։ Մենք ուղղակի մեզ ընտանիքի տեղ դրած ապրում ենք։ Իմ պատկերացումները սուտ են եղել։ Սուտ են եղել, որ ես ունեմ լավ դաստիարակված երեխեք, լավ ընտանիք։ Մամ, խնդրում եմ, կասես ինչ է եղել, արդեն սիրտս պայթում է։ Այնքան եմ ափսոսում, որ ես տան մեջ եղած հոգատարությունը, ջերմությունը սուտ է եղել։ Մամ ջան, ես արդեն վախենում եմ, խնդրում եմ, էլի ինչ է եղել, ասա։ Երանի մեռած լինեի, ոչ տեսնեի, ոչ լսեի, ոչ էլ զգայի, այս ամեն ինչը ինչ որ կատարվում է։ Երանի մեռած լինեի, չիմանայի ոչ մի բան։ Ճիշտ են ասում, օրա գալիս, երբ որ ծնողը երեխուն է ուրանում, երեխեն ծնողին։ Մամ, կասես ինչ է եղել։ Ինչի ես քեզ տարօրինակ պահում։ Որովհետև հիասթափված եմ ինձանից։ Ես վատ ծնող եմ եղել։ Ես սխալ եմ մեծացրել աղբորդ։ Հիմա ինչ արել, մամ։ Հիմա ինչ արել, որ քեզ էլ այս վիճակին հասցրել։ Մամ, խոսա։